Օրհնյալ Տեր մեր Հիսուս Քրիստոս ամեն, Հայր մեր, որ հերգինս ես, Սուրբ Եղիցի անուն քո, եկեսե արքայություն քո, եղիցին գամ քո, որպես հերգինս եւ հերգրի, ըսհաց մեր հանաբազորդ դուր մեզ այսօր, եւ թող մեզ զվարդիս մեր, որպես եւ մեկ թողումք մերոց վարդաբանած, եւ մի դանիրս մեզի փորձություն, այլ փրկյազ մեզի չարեն, զիքոյ է արքայություն եւ զորություն եւ փառք Հավիդյանս Հավիդենից ամեն։ Իմաստություն հոր Հիսուս, դուր ինձ իմաստություն, ըսպարիս խորհել եւ խոսել եւ կործել, առաջիկո համենայն ժամ, իչար խորհրդոց, իփանից եւ իքորձոց, փրկյազիս եւ ողորմյա քո առածոց եւ ինձ բազմամեղիս ամեն գահավադանք ամենասուրբ երրորդության հորը որդիին եւ սուրբ ոգին գահավադանք Գաբրիելի ծերամբ Աբեդումին Քրիստոսի ծնունդին մգրդության չարչարանքներուն խաչելության երեքորյա թաղումին հարության աստվածաբես համբարնալուն եւ հոր աչագոմը նստելուն եւ ահեղ ու փարավոր երկրորդ քալուստին գնթունինք եւ գահավադանք ամեն հրամեցեք Սիրելներ եթե մեկը իր մահանալեն ետք հավատացյալ մեկը իր մահանալեն ետք արիթ ունենար երկինքեն մեզի նամակ մը ուղարկելու Ինչ պիտի կրեր արդյոք? Ինչ պիտի կրեր? Այո, շատ բարի։ Ասիկա անշուշտ պիտի չնմաներ այդ նամակներուն, որ օրինակ համայնավարության ժամանակ մարդիկ Հայաստանեն կրեին սպյուրքի մեջ գտնվող իրենց հարազատներուն, որ Գարբիսը եւ Մարգոն քեզի բարևներ ունի, մինչեւ Գարբիսը եւ Մարգոն մեռած են, չէ՞։ Այսինքն իրենց ցույց տալու համար, որ ըսկուշ եղեք հոստեղը մենք մերելի պես կապրինք որ, այդպես պիտի չկրեն վստահաբար, այլ անոր սիրելիներ երանության կյանքին անշուշտեր հավիտենական կյանքը չէ բացված, հավիտենական կյանքը երբ պիտի բացվի, Քրիստոսի երկրորդ կալուստին, բայց այն որ այդ ըսպասման երանական վիճակի մեջ եղած ըլլա սիրելներ, անիկա վստահաբար մեզի նամակը պիտի կրեր եւ այդ նամակը պիտի ըլլար սկանչելի նամակը բացատրելու համար երկրի վրա իր ապրած վիճակը, բայց երկնքի մեջ իր ապրած ուրախությունը։ Եվ իմիջայլոց այդպիսի նամակ մը գա։ Այդպիսի նամակ մը գա գրված Սուրբ Գիրքին մեջ, եւ այդ նամակը սակայն սիրելիներ ոչ թե երկինքեն գրված է, այլ երկրի վրա ապրած Սաղմոսակիրը մեծ հավանականությամբ Դավիթ Աստուծո օգիով ներշնչված Գարձեք սիրելներ երկինք արդեն հապշտակված է եւ այդտեղեն նամակ մեզի գրած է։ Եվ այդ նամակը ես այդպես կգոչեմ, այդ նամակը 116-րդ Սաղմոսն է։ 116-րդ Սաղմոսը ես ամեն անգամ որ գարտացել եմ, գարձել եմ որ երկինքեն գրված Սաղմոսն է այս։ Հիմա երբ որ դուք գարտակ, դուք պիտի հասկանաք։ Հակառակ անոր որ երկրի վրա շատ դարաբանքներ գրեց, հակառակ որ նեղություններ գրեց, սակայն Սաղմոսակիրը գսե որ Աստված ինձի բարիք ըրավ։ Իմ նեղությունները զիս ազատեց եւ գսե ես հիմա գաբրիմ ողջերու աշխարհի մեջ։ Սիրելիներ, մենք կգարձենք որ ողջերու աշխարհը այս է։ Ողջերու աշխարհը երկիրն է կգարձենք։ Բայց երկրի վրա ուր որ երթանք Անմիջապես ինչ կտեսնենք, քերեզմանոց կտեսնենք։ Ճիշտ է։ Եվ երբ քերեզմանոց կտեսնենք, մերելներու աշխարհը կտեսնենք։ Կտեսնենք, որ մարդիկ մեռած են։ Սակայն, երբ այսօր դուրս ելեք, ճիշտ է, որ հիմա քիշեր է արդեն, բայց վաղը արդույալ, մեկ հատ ծեր աչքերը երկինք բարձրացուցեք։ Երկնքի մեջ թակաղ կտեսնեք։ Երկնքի մեջ թամփարան կտեսնեք։ Չկա։ Ուրեմն կնշանակե որ ողջերու աշխարհը ոչ թե հոս է, այլ ողջերու աշխարհը դիրոջ ներկայության է։ Եվ հավատացյալ մարդը սիրելներ չի մեռնիր երբեք։ Հավատացյալ մարդը այս կյանքեն իրական կյանքին կփոխադրվի։ Անորամար Պողոս Արաքյալ գսե որ ինձի համար կյանքը Քրիստոս է։ Հետևաբար մեռնիլ կնշանակե
գյանքին միանալ, Հիսուսի միանալ։ Եվ Երանի անոնց, որոնք իսկապես այս կյանքի մեջ եւ որ աչքերին փագեն, Քրիստոսի կմիանան։ Այսօր սիրելիներ մահվան մասին նաև պիտի խոսենք, որովհետև Սուրբ Հոգին Երանի պիտի դա այն ննչեցյալներուն, որոնք սկիզբեն ննչեցին մաքուր արդար գործեր կատարելով։ Այդ մասին այսօր նաև պիտի խոսենք։ Անոր համար մեր հավաքական ընթերցանության համար ընտրեցի այս 116-րդ Սաղմոսը։ Եկեք միասին ընթերցենք այս Սաղմոսը եւ խորհրդացենք այդ բոլորի մասին։ Որովհետև այստեղը սիրելիներ շատ կարևոր խոսքն ալ պիտի տեսնենք։ Բիդեսվի որ Աստուծո աչքին թանկագին է սուրբերուն մահը։ Թանկագին է։ Երկրի վրա սիրելիներ մարդիկ պիտի սպանեն Աստուծո ընտրյալներ։ Եվ պիտի կարծեն որ Աստուծո համար ծառայություն կմատուցանեն։ Սակայն անոնք պիտի գործվին։ Մինչդեռ սուրբերը, մարտիրոսները, նահատակները Աստուծո աչքին թանկագին է անոնց կյանքը, քանի որ Աստուծո ներկայությամբ պիտի ապրեն։ Մենք հաջող երբ որ հարազատ մը գործընծնենք, բնական է մարդ ենք, սկացում ունենք, ամիջապես կսկսենք լալ ողբալ։ Իրական ողբը գիտեք, որոնց համար պետք է լա։ Իրական ողբը, ողբը։ Ողբը պետք է լա անոնց համար, որոնք դժբախտաբար առանց ապաշխարելու մեռան։ Առանց ապաշխարելու մեռան։ Որտեղ մահեն վերջ ապաշխարանք չունին։ Բայց սիրելիներ ցավը, որ Գաբրիս որ հարազատետ կբաժնվիս այս երկրի վրա ժամանակավոր, անիկա ցավ է, ադիկա սուք է։ Բայց ողբ ու գոց ընել քրիստոնեական չի, ադորամար առաջին Թեսաղոնիկեցիներու նամակի 4-րդ գլխու մեջ Պողոս Արաքյալը գսե որ եղբայրներ մերածներու մասին գուզենք ճշմարտությունը գիտնակ, որբեսի չդրտմիկ ուրիշներուն պես, որոնք ովև մե հույս չունին։ Ինչպես որ Քրիստոս մերավ եւ հարություն արավ, նույնպես ալ անոնք որոնք Քրիստոսի ավադացին եւ մերան, հարություն պիտի առնեն եւ հավիտյան պիտի ապրին։ Ահա մեր հույսը։ Հավատացյալին հույսը, երբ որ հավատացյալը գվախճանի, սիրելիներ գներվինք անշուշտ, որովհետև այս աշխարհի մեջ են բարի մեկնալ բացեցավ, բայց մեր հույսը Տիրոջ վրա է, որ հավիտյան Տիրոջ հետ պիտի լա, որովհետև Հիսուս ինչ ասավ Հովանու Ավետարանի 13-րդ գլխու մեջ 26-րդ համար, ուր որ ես եմ, այնտեղ պիտի լա ինձի ծառայողը։ Ուր որ ես եմ, ուր է Հիսուսի մա երկինք, ուրեմն իրեն ծառայողն ալ երկինք պիտի լա, իր երկրորդ կալուստին հավիտենական կյանքը պիտի ժառանգե։ Եվ ադորամար օրը երբ որ Հիսուսի վերադարձան 72 աշակերտները, գիտեք որ Հիսուս բացի 12 առաքյալներեն նաև ուներ 72 աշակերտներ, որոնց Հիսուս ուղարկեց, որ երթան մարդոց մեջ բժշկություն կատարեն, Աստուծո խոսքը խոսին։ Եվ երբ օրը վերադարձան ուրախությամբ եւ Հիսուսին որ դեր նույնիսկ չար ոգիները կհնազանդեին մեզ, եւ որ մենք քո անունդ կուտայինք։ Եվ Հիսուս ինչ ասավ. մի ուրախանա գսավ, որ չար ոգիները ցեզի կհնազանդին, այլ առավելապար ուրախացեք, որ ծեր անունները գենաց քիրքին մեջ արցնակրված է։ Եղբայրներ եւ քույրեր, ես սրդանց գաղութեմ, գմախտեմ, ցեզի համարալ, ինձի համարալ, որ մեր բոլորի անունները, մեր ընտանիքներու զավակներուն անունները, թորներուն անունները դերը իր արյունով գենաց քիրքի մեջ արցնակրե։ Եվ սակայն ասիգա միայն խոսքով բիդի չլա, ասիգա սիրելներ մեր Աստուծո բադվիրանները կործատրելով բիդի լա։ Եթե Աստուծո հավատարիմ ենք, եթե Աստուծո բադվիրաններու մեջ ենք ալենք, այն ադեն դերը իր խոստումին այոն եւ ամենն է, ինք պիտի գադարի այդ բոլորը։ Եկեք ընթերցենք միասին 116-րդ Սաղմոսը։ Մահվնե փրկված։ Սիրեցի դերը, որովհետև լսեց աղոթքս եւ աղաչանքս։ Ագանչ տվավ ինձի, ամեն անգամ որ օգնության գանչեցի։ Միասին գարտանք։ Երբ որ մահվան որոքայտները զիս բաշարեցին, մահվան աշխարհին դակնաբով բռնվեցա, երբ նեղություն եւ անցկություն ունեցա, դերը օգնության գանչեցի ըսելով. գաղաչեմ դեր ազատեզիս։ Փարեքուդ է դերը եւ արդար, մեր Աստվածը գողորմի, դերը գբահե անօգնական մարդիկը, ինչպես բրգեց զիս
դգարությանս մեջ։ Հանգստությունդ վերակդիր, ով իմ անձս, որովհետև Տերը փարիք ըրավ քեզի։ Տերը զիս մահվանե փրկեց, աչքես արցունքը սրբեց, եւ ոտքերս սայթակում է հերու բահեց։ Ուստի դիրոջ ներկայությամբ պիտի ապրիմ ողջերու երկրին մեջ։ Հավատքս չգործընծուցի, նույնիսկ երբ ես ինձ եսի, շատ եղավ դարաբանքս, նույնիսկ երբ շփոթի մատնվեցա եւսի, չկա մեկը, որուն վստահիս, արդ, ես դիրոջ ինչ կրնամ հադուցանել, ինձի ըրած բոլոր փարիքներուն փոխարեն, փրկության բաժակը պիտի առնեմ, երախտագիտությունս հայտնելու համար դիրոջ, եւ իր ամբողջ ժողովրդի ներկայության դիրոջ պիտի մատուցանեմ, ինչ որ իրեն ուխտեցի։ Դիրոջ աչքին թանկագին է իրեն հավատարիմ մարդոց մահը։ Գաղաչեմ, ով դեր, ես քու ծառատ եմ աղախինիդ որդին, արցակե իմ գաբանքներս, երախտագիտության զոհերս պիտի ընծայեմ քեզի, քեզ պիտի բարեփանեմ, եւ քո ամբողջ ժողովրդիդ ներկայության, քու տաճարիդ քավիթներուն մեջ, Երուսաղեմի մեջ, քեզի պիտի մատուցանեմ, ինչ որ քեզի ուխտեցի։ Օրհնություն երկեցեք Տիրոջ։ Ամեն։ Ամեն։ Նամակ չէ երկինքեն։ Այո, սկանչելի է իսկապես սիրելներ, եկեք այս հոգիով մենք ապրենք։ Սիրելի եղբայրներ եւ քույրեր, նոյեմբեր 9-ին 2020 թվականին Արցախյան պատերազմը 44-օրյա ավարտեցավ եւ մենք երդասարդ զոհեր տվինք։ Շուրջ 5000 զոհեր։ Այդ սակուկները, այդ զավակները սիրելներ անվախ զավակներ էին։ 17, 18, 15, 20 տարեկան զավակներ։ Անոնք իրենց ընտանիքներու երբեմն մեկադիկ զավակներն էին։ Ամեն մեկը իր մոր աչքի լույսն էր, իր հոր սիրտի գդորը։ Ոմանք սիրահարված, ոմանք նշանված, ոմանք ամուսնացած, ոմանք զավակ ունեցող, ոմանք անզավակ, բայց սիրելներ անոնք այս աշխարհը լքեցին ու հեռացան, իրենց արյունը թափելով, իրենց կյանքը տալով, հանուն հավատքի, հանուն հայրենիքի, հանուն ազգի։ Անոնք սիրելներ նահատակ են։ Եվ այստեղ գարտացինք, որ Աստուծո աչքին թանկագին է իր սուրբերուն մահը։ Սրտանց կաղոթենք, որ Աստված իրենց մարդկային բոլոր մեղքերը ներե, մտածումով, խոսքով ու գործով կատարած, որովհետև չկա աշխարհի մեջ մարդը, որ ապրի եւ մեղք գործած չլա։ Բայց սիրելներ, եկեք անոնց հոգի խաղաղության համար մեր եկեղեցվո թարավոր շարականներեն իվերին երկենք եւ նաեւ խնդրենք Սուրբ Հոգիեն, որ մխիթարություն տա անոնց ընտանիքներուն, անոնց ծնողներուն եւ նաեւ սիրելներ մեր ազգին իրարու նկատմամբ սերդա, հաշտություն տա, ներողամտություն տա, որովհետեւ օրե-օր սատանան բարակդումը գխորացնե եւ օրե-օր սիրելներ թշնամությունը մեր ժողովրդի զավակներու միջև գխորանա ու գշատնա։ Մենք որպես Աստուծո զավակներ աղոթենք սիրելներ, մենք նախ փոխվենք, մենք նախ մեր աչքի մեջի հասկերանը տեսնենք եւ ապա սիրել իրարու վրա ցեխարցագում կատարենք։ Եկեք միասին ոտքի ելենք նախ կխնդրեմ եւ իվերին շարականը երկենք։ Իվերին Երուսաղեմ իպնագարա նսրեշ դագա
ցոր ենող եւ եղեյաս գանձերացյալ աղավնա գերբիտրախդին եթե մագան բայձարացյալ արժանա բես ողորմած դեր ողորմյա հոգվոցն մեր ննչե ցելոց հոգվոցն անկուցելոց Քրիստոս Աստված արահանքիստ եւ ողորմություն եւ մեզ մեղավորացս շնորհյա աստողություն անցանած ամեն հրամեցեք Աստված ողորմի օգիներուն սիրելներ մեր նահատակ զավակներուն սիրելի եղբայրներ եւ քույրեր հոս մնայուն քաղաք ունինք եթե անոր իր հույսը այս քաղաքներու այս երկրին վրա դրած է հուսախապ պիտելա որովհետեւ Պետրոս Արաքյալ գսե որ պիտի անցնին այս բոլորը պիտի անցնին ամբողջությամբ եւ Հովանու հայտնություն Հովանուն է որ գսերդենք վերջավորությամբ պիտի տեսնենք որ վերեն պիտի չտեսնելներ պիտի բացվի երկինքն ու երկիրը եւ նոր երկինքն ու նոր երկիրը պիտի չնե այսինքն վերին Երուսաղեմը հետեւաբար հոս մնայուն քաղաք չունենք մեր մնայուն քաղաքը մեր ճշմարիտ հայրենիքն է հայրենիք կնշանակե հորը գողմե սարկված այսինքն երկնավոր հորը գողմե եւ այդ հայրենիքը երկնավոր հայրենիքն է Եկեք միասին երկենք երջանկայի շադակ հոգևոր հորս Երաների Զարե Սրբազանի գրած այս հոգևոր երկը այս աշխարհիս ունայնություն խապեց ո ինչ մեծ բազմություն չլա մենք ալ նույնպես խապվինք հոս մնայուն քաղաք չունինք երկենք Այս աշխարհիս ունայնություն խապեց ոչ մեծ բազմություն չլա մենք ալ նույնպես խապվինք հոս մնայուն քաղաք չունինք Ակահոտյան չար ծնունդներ ադելություն նախանցուհեր մեկտիցը կենք հերու պաղչինք հոս մնայուն քաղաք չունինք Ամեն ինչ որ շահինք մենք հոս համայն մարդոց բարի կնենք Քանստիզելով թող չսպաղինք հոս մնայուն քաղաք չունինք Onțânzumov tebi yergink kalenk naem mer hayrenik te vor havat
սերունինք հոս մնայուն քաղաք չունինք Փարի խոհեմ եւ գործունյա յանք մվարեն քանի լույս կա երբ մահը կա հասնինք երգինք հոս մնայուն քաղաք չունինք երբ մահը կա հասնինք երգինք հոս մնայուն քաղաք չունինք Ես գիտեք ինչպես կուզեմ մեռնել Հիմա միսեք Աստված չնայր սուրբ Աստծո գամքը դողորտնի ալլա Բայց գիտեք ինչպես կուզեմ մեռնել Ժբիդով ասանք Ժբիդով կուզեմ մեռնել Ճշմարիտ կսեմ Լինում այդպես հետաքրքրական է Սիրելիներ Սուրբ մտեսա Ես միշտ այս միտք ունեցած եմ Միշտ ասած եմ Աստված բաբա Երբ որ մեռնիմ ժբիդով մեռնիմ Օրմը ասկեկանի մամիս առաջ Սուրբ մտեսա Օդար սուրբ մներ իր պատկերը մեռած էր ժբիդով Ասի ուրեմն կարելի է Եվ Աստված բաբային ասի որ ինչու ինձ մի առաջ մերավ ինքը ասանք ժբիդով Սիրելիներ Երևակայեցեք որ ասանք մերնինք ժբիդով Ոչ թե ասանք մերելի պես Որտև Երևակայեցեք որ ժբիդով մերնին Եթե մերնիմ եւ քովս կակ թակաղիս վրա շուրջս կակ Ինչ մի ելակ Բիդի դխրիկ Բիդի ինչ ելակ Բիդի խնդակ չէ բիդի ժբդակ Շնորհակալ եմ մերելիս վրա կխնդակ Այո, բայց իսկապես ինչ լավ բան մի դլար չէ, որ եթե հավատացյալը սիրելներ իր աչքերը փագե եւ ժբիդով փագե, որովհետեւ անգախ ամեն բան է, այս երկրի վրա սիրելներ ինչ ալլա, անգախ այդ բոլորեն, երբ որ դու աչքերդ այս փագես ու աչքերդ բացված միլա հոգի աչքերդ դիրոջ դիմաց որ բանաս ինչ միլա, դխուր, ուրախ Adora maraskerat sezi sazem yes yebor gartnam ամիջապես առաջին բանը որ գնեմ բադուանինքով գքնանամ բադուանեն դուրս գնայım առաջին հազիվ աչքերս բանամ գժբդամ երգինք նայելով գժբդամ եւ Հիսուսին գսեմ Փարի լույս Հիսուս եւ սիրելներ այսօր չեք կնար Երևակայել հիմա հերույենց ես ցույց դամ գտեսնեք այս պատկերը Իմ սենյակիս վրայեն երգինքը նայեցա խաչեր նկարեցի եւ Հիսուսին Փարի լույսսի խաչեր հսկա խաչ Կաբլիցի Սիրելիներ որովհետեւ շատ կարեւոր է որ մենք այս կյանքի մեջ ուրախությամբ ապրենք Բողոս Արաքյալ որովհետեւ նայեցեք Բողոս Արաքյալը Եփեսացիներու նամակի 4-րդ գլխու 4-րդ համարի մեջ Շատ գեղեցիկ խոսք ունի եւ այդ խոսքը իմ կյանքից միշտ սկզբուն կրած եմ նկարագրի վերածված է մեջս գսի Արաքյալը իր խոսքը գարտամ միշտ ուրախ եղեք դիրոճմով ոչ թե բարսեվով ուրախ եղեք խենթի պես այլ միշտ ուրախ եղեք ինչով դիրոճմով դարձյալ գսեմ ուրախ եղեք գգրտնե Արաքյալը դիրոճմով ուրախը լալ դարձյալ գսե ուրախ եղեք Սիրելներ, ես չեմ սիրել քրիստոնյամը, որ աչքերը փանա կամ օրվա մեջը, ասանք խոժոր, որ հետը խոսիս քիթին դագեն խոսի, որ ինչը աշխարհը իր վրա փլած է գարձեք թե։ Ես ադակ մարդիկ չեմ սիրել, թարսի մեսալ, մեր ժողովրդի մեծ մասը ադանք է հիմա։ Զարմանալի գերբով։ Իսկ մեր Հիսուս հայրիկը ինչը սա մեզի, մեր Հիսուս հայրիկը սիրելներ Դեսեք ինչ ասավ, Հովանու Ավիդարանի 15-րդ գլխու մեջ։ Ասավ, ասոնք ըսի ցեզի, որբեսի իմ ուրախությունս ծեր մեջ ըլա եւ ծեր ուրախությունը գադարյալ ըլա։ Հովանես 15-11-րդ համար։ Իմ ուրախությունս ծեր մեջ ըլա
եւ ձեր ուրախությունը գադարյալ ըլլա։ Քրիստոնյան սիրելներ Քրիստոսի ուրախությունը ունի իր մեջ։ Ինչպես կրնալալ, որ Կոլոսեյումի մեջը, ամֆիթեատրներու մեջը սիրելներ, ամֆիթատրոններու մեջ քրիստոնյաները արույցներու դիմաց կնետվեին եւ ուրախությամբ Աստված կփարավորեին եւ որ արույցները զիրեն կհոշոտեին։ Մենք դակավին ուխտավորներով, քանի շաբաթներ առաջ ճիշտ այդ վայրի մեջն էինք, այդ Կոլոսեյումի մեջն էինք։ Եվ ես ուխտավորներուն բացադրել ես վերջ առանցինս կանգնեցա եւ 2000 տարիներ առաջ կացի։ Ասի որ այստեղը որ քրիստոնյաներ չարչարված են, նահատակված են, սակայն այստեղը իրենք այդ նահատակության մեջ զաստված փարավորած են, Աստծո անունը փարապանած են։ Եվ ես ասի հիմա այստեղ կանգնած եմ հանգիստ վիճակի մեջ։ Ինչու չուրախանամ։ Ինչու չփարապանեմ Տիրոջ անունը։ Եվ սիրելներ իսկապես մենք առաջին թարու քրիստոնյաներու պես հալածված չենք այսօր։ Այսօր սիրելներ այս երկիներու մեջ ապրողները, բայց շատ երկիներու մեջ այսօր 21-րդ դարուն գաբրին քրիստոնյաները, որոնք կնահատակվին։ Գիտեք Նայջերիայի մեջ որքան քրիստոնյաներ կնահատակվին այսօր։ Գիտեք իսլամական երկիներու մեջ որքան քրիստոնյաներ կնահատակվին այսօր։ Եվ կնահատակվին սիրելներ գիտակցաբար, առանց ուրանալու իրենց Տերը։ Ադորամար ուրախը լանք Քրիստոսով։ Շարունակենք սիրելներ մեր վերջին երգը այսօրվան հավատքս չեմ մոռանա Տիրոջս չեմ ուրանա խաչն ուսիս կքնամ մինչ Հիսուսիս միանամ այս երգը գրողը ինքն նահատակվեցավ առանց հավատք ուրանալու երգենք միասին Հիսուսի սիրուց ես չեմ բաժանվի, թեև հալածանք ու սուրնը սպառնա, նեղություն դարաբանք սիրով կգրեմ, որ սուրբ հավատքս կենդանի բահեմ, հավատքս չեմ մոռանա, Տիրոջս չեմ ուրանա, խաչն ուսիս կգնամ, մինչ Հիսուսիս միանամ, հավատքս չեմ մոռանա, Տիրոջս չեմ ուրանա, խաչն ուսիս կգնամ, մինչ Հիսուսիս միանամ, Փամդերում խավար, թեև շղթայվեմ, վերքերով լի մարմնով խոցվեմ, գգրեմ ով դեր արյունով ստապված, Քեզ չեմ մոռանա դեր իմ Աստված, հավատքս չեմ մոռանա, Տիրոջս չեմ ուրանա, խաչն ուսիս կգնամ, մինչ Հիսուսիս միանամ, հավատքս չեմ մոռանա, Տիրոջս չեմ ուրանա, խաչն ուսիս կգնամ, մինչ Հիսուսիս միանամ, ոչ կյանք, ոչ մահ, ոչ զորություններ, ոչ ներկա բաներ, ոչ գալիք բաներ, եւ ոչ բարձրություն, ոչ խորություններ, ինձ չեն բաժանի քեզանից ով դեր, հավատքս չեմ մոռանա, Տիրոջս չեմ ուրանա, խաչն ուսիս կգնամ,
ինձ Հիսուս ես միանամ, հավատքը չեմ մոռանա, Տիրոջը չեմ ուրանա, խաչանուսիս կգնամ, մինչ Հիսուս ես միանամ, մինչև իմ արյան վերջին գատիլն է, քեզ հավատարիմ գտաբանեմ դեր, մինչ մարի կյանքը շունչս վերջանա, սիրելի Հիսուս քեզ չեմ ուրանա, հավատքը չեմ մոռանա, Տիրոջը չեմ ուրանա, խաչանուսիս կգնամ, մինչ Հիսուս ես միանամ, հավատքը չեմ մոռանա, Տիրոջը չեմ ուրանա, խաչանուսիս կգնամ, մինչ Հիսուս ես միանամ։ Եկեք միասին ասենք, փառք ես Աստված, փառք ես, հաղաքս ամենայնի դեր, փառք ես, իսկապես ամեն ինչի համար փառք Աստծո։ Բարի եկացեք սիրելի քույրեր, եղբայրներ, սիրելի հայրեր եւ մայրեր։ Դեր Հիսուս Քրիստոսի մեծ սիրով գողջունեմ ձեզ բոլորդ։ Խոստովանիմ բամը շատ գարոցեր է ցեզի։ Ամիս մնե մենք ուխտակնացության էինք, վստահ եմ որ շատերը հետևեցաք մեր ուխտակնացության, ոմանք ցեզ մի արդեն ուխտավոր եղած են ինձի հետ եւ ասեմ որ բացարիք ուխտակնացություն ունեցանք հազար парք, այսպես Պետրոս Բողոս Արաքյալի հետքերով կալեցինք, մեր Պարտողոմեոս Արաքյալի մասունքներուն կացինք, Սուրբ Գրիգոր Լուսավորչի մասունքներուն, Սուրբ Մինաս հայոց սուրբին, Սուրբ Վլաս հայոց սուրբին եւ դակավին շատ սուրբերու մասունքներով կալեցինք, Դեր Հիսուս Քրիստոսի խաչապայդի գդորը տեսանք, Փշեբսագը, Քամը, որ իր ցերկերուն զարնվեցավ, խաչապայդի ուրեմն գլխուն վրա դրված քրությունը Սուրբ աստիճաներուն վրա կալեցինք, որ Հիսուս այդ աստիճաներուն վրա են դադարված էր եւ դակավին շատ սրբավայրեր սիրելներ այցելեցինք եւ Աստուծո փառք եւ գոհություն, որ ամենքս ամփորձանքացինք, ամփորձանք իդ վերադարձանք։ Բարի եկացեք սիրելներ բոլորդ, մենք եկող դարվա մեջ մեծ դարձյալ ուրիշ ուխտակնացություններ ունենք, թեպի Հունաստան, թեպի Լիբանան եւ թեպի Հայաստանը շուտով Աստծո կամքով, թեպի Պորտուգալ, Իսպանիա եւ Ֆրանսա, հետևաբար գաբի մեջ մնացեք եւ ուրիշ ուխտակնացություններ ագամ վերջը գահայդարարեմ։ Ամենայն թեպս, բարի եկացեք բոլորդ անխդիր, մեծը մինչև փոքրը, ամենափոքրը Ջոզեֆիկն է, Ջոզեֆիկ, Աբրիս, Փարիկալուս, Քևորգ, բարի եկացես տղաս, Աբրիս, աշակերտս Քրիստոֆոր, Աբրիս, բարի եկացես, նշանացդ, դգին, գին, բարի եկացես աղջիկս, Աբրիկ, ովքեր նորեկներ կան, այսօր նորեկներ կտեսնեմ որտեղ, բարի եկացեք, Բարոն Հարություն բարի եկացեք, ուրիշ նորեկ կա, մի վախնակ, ձեր անուն ինչ է, քնարիկ, ասի ինչ գեղեցիկ անուն, գիտես երկնքի մեջ շատ քնար պիտի նվագենք, հա, դու անունի դերը եղիր, Աբրիս, ուրիշ ով կա նոր, ձեր անունը, Հերա, բարի եկացես Հերակույր, ուրիշ, Արաքսի մայրիկ դու նոր ես, Հիսուսի զինվորդ ես, գիտեմ, Աբրիս, աստատ մնաս, Աստված քեզ ամուր բայ է, բոլորիդ անխդիր, բարի եկացեք բոլոր անոնք, որոնք մշտապես ներկա են սիրելներ, բոլոր անոնք, որոնք համացանցի ջամփով գետևին եւ բոլոր անոնք, որոնք վերադարձած են փյուր ողջույն։ Ինչ քաղցր է, երբ որ Տիրոջ անունով գահավաքվինք, որովհետեւ Հիսուսը ասավ, երբ որ իմ անունովս երկրի վրա հավաքվիք, ես ձեր մեջ եմ։ Եվ դերը այս բահուն սիրելներ մեր մեջն է, մեզի հետ է իր սուրբ խոստումին համաձայն եւ գաղոթեմ սուրբ հոգի եմ, որ իմ միտքս բայձարացնե, բոլորիս միտքը բայձարացնե, կարողանամ սիրելներ սուրբ հոգի փերան ըլլալ,
ցեզի խոսիլ ճշմարտությունը եւ դուգալ սիրելներ Սուրբ Հոգին ծեր միտքերը բանա, որբեսի ավելի լավ հասկանաք Աստծո խոսքը եւ Աստծո խոսքը հասկանալով մենք սիրելներ պատրաստվենք ու զինվենք չարին թեմ, որովհետեւ Պողոս Արաքյալ Եփեսացիներուն նամակի 5-րդ գլխի մեջ երբ գսե Աստծո խոսքին սպառազինությունը արեք, վերջը գսե Աստծո խոսքը որպես սուր ծեր մեջ արեք։ Աստծո խոսքը սուր է սիրելներ, որքան Աստծո խոսքը գիտենք, այնքան ավելի մեր ցերկի մեջ սուր ունենք բայկարելու համար մեղքին թեմ եւ նաեւ աղանթավորական բոլոր շարժումներուն թեմ։ Մենք սիրելներ գսերդենք արդեն բավական երկար ժամանակի վեր հայտնություն Հովանու գիրքը, վերջին գիրքը, իմիջի այլոց ասեմ, որ եկող ապրիլին Հունաստան որ երթանք, Բատմոս գղզին երթանք, ուր որ Հովանես Արաքյալ ակսորվեցավ եւ պիտի մտնենք այն ժայռը, այդ ժայռերու մեջ պիտի աղոթենք, ուր որ հայտնություն Հովանուն դեղի ունեցավ, այսինքն Հիսուս հայտնվեցավ այդտեղ։ Հետևաբար անոնք, որոնք կփափակին մեզ հետ ներգալալ, անպայման սիրելներ։ Բայց եկեք մենք հիմա հոգիով երթանք այդտեղը։ Հովանես Արաքյալ այդ ժայռին մեջ Հիսուս հայտնվեցավ իրեն հապշտակեց, ինքն ալ չգիտեր մարմինով, հոգիով, բայց երկինքի մեջ մտավ եւ այնպիսի բաներ տեսավ Հովանես Արաքյալ, որ Սուրբ Հոգին ինչ որ իրեն արտոնություն տվավ, որ արցնակրեց եւ մեզի փոխանցեց։ Եվ նաեւ սիրելներ Հովանես Արաքյալ ոչ միայն տեսավ երկնքի մեջի փառքը, աստվածային փառքը, այլ նաեւ տեսավ աշխարհի վաղճանեն անմիջապես առաջ ինչ բաներ պիտի բադահին աշխարհի երեսին։ Հիշեցեք ըսած էր Տեր Հիսուս Քրիստոս, որ աշխարհի երեսին շատ ահավոր բաներ պիտի բադահին, չէ՞։ Հիսուս ասավ այնպիսի մեծ նեղության օրեր պիտի կան, որ աշխարհի սկիզբեն դակավին չի եկած ու պիտի չկա ուրիշ ժամանակ, բացի այդ ժամանակեն։ Եվ այդ ժամանակը որ ժամանակը պիտի լա։ Այն ժամանակը պիտի լա, երբ ները պիտի հայտնվի։ Ով է ները։ Հագաքրիստոսը, սատանային գործագիծը։ Անիկա պիտի կա սիրելներ աշխարհի մեջ ինքզինք պիտի բարդատրե։ Զանազան նշաններ պիտի ունի։ Այս բոլորի մասին Հիսուս ըսած էր արդեն եւ ահա Հովանես Արաքյալ այդ բոլորը գտեսնե ու հավատացյալներուն կփոխանցե։ Հիշեցեք Հովանես Արաքյալ միակ Արաքյալն էր, որ դակավին ողջ մնացած էր։ Մյուս բոլոր Արաքյալները Հիսուսի նահատակված էին եւ եկեղեցին, քրիստոնեական եկեղեցին, որ նորը սկսած էր աջիլ սիրելիներ, արդեն նահատակություն կունենար, բազմաթիվ մարդիկ կնահատակվեին։ Եվ ահա այդ բոլորի մեջ Հովանես Արաքյալ դեսիլքով գտեսնե, որ այդ նահատակները իրականության մեջ հավիտենական կյանքը պիտի ժառանգեն, իսկ անոնք, որոնք սիրելիներ այս աշխարհի չար զորությանց, իշխանությանց կհետևին, անոնք օր ու գիշեր հանգիստ պիտի չգտնեն։ Բզնիկ վերակաղմը եւ շարունակեմ սիրելներ։ Ուրեմն 10-րդ գլուխը երբ սերդեցինք տեսանք, թե ինչպես ները պիտի կա քաղաքական կորձիչ այլ խոսքով եւ պիտի բարդատրե ինքզինք ամբողջ աշխարհի վրա։ Եվ թշպախտապար այս ներին, այս Հագաքրիստոսին, անթայքրայստին պիտի օգնե ով գրոնական համագարքը, սուտ մարգարեն։ Այսինքն գրոնաբեդ պիտի ելես սիրելներ, սուտ մարգարեմը եւ ժողովրդին պիտի համոզե, որ այս է ճշմարիտ Քրիստոսը, այս է ճշմարիտ Քրիստոսը։ Զինք պաշտեցեք եւ սատանան զորություն պիտի դա որ հրաշներ կործե եւ պիտի բարդատրե, որ ամեն մարդ անոր արցանին երգրբակե, ով որ չերգրբակե, պիտի հալածվի, վաճառականություն պիտի չկրնա անել, պիտի չկրնա սիրելներ արուձախ անել եւ հետեւաբար պիտի չկրնա ուդելիք ունենալ։ Դեսեք ինչ դժվարին ժամանակներ պիտի կան աշխարհի երեսին, շատ ահավոր վիճակներ։ Ուրեմն ինչ ենք, ենթարկվենք, ուրեմն թուլնանք, ասենք որ ինչ եմ, պետք է ապրիմ, պետք է զավակներուս նայիմ, ինչ եմ։ Սիրելիներ, անոր Աստուծո կվստահի, անոր Սուրբ Երրորդության կվստահի, անիկա մեջտեղ պիտի չմնա, բայց անոր թերահավատը լա, անոր սիրելիներ թուլնա, պիտի գործվի։ Եվ հիշեցեք Հիսուս ասա, որ սատանան այնպես պիտի որ նույնիսկ պիտի փորձե հավատացյալները
շեղել, մոլորեցնել։ Նույնիսկ եւ աշխարհը սիրելներ թեպի հոնք երթա։ Տեսեք, 5 տարիներ առաջ 2020 թվականին աշխարհի չար ուժերը սիրելներ այնպես սրին, որ ուզեցին մարդկության աշխարհի վրա բնակող մարդոց փազգերակը չափել, ինչապ գրնային ջնշել մարդիկը։ Աներևակայելի փամբարին, պանդեմիկը հանեցին մեջտեղ։ Պանդեմիկը։ Եվ ժողովուրդին ասին, որ ահավոր է, դուներ նիտկեցեք, մեկը մյուսին թող չայցել է, եթե դուք կսիրեք ձեր մեծ ծնողները, եթե կսիրեք ձեր հայրերը, մայրերը, մի այցելեք անոնց։ Եվ ինչերին, մարդիկը ընտանիքները իրար մեջ ինչերին, զադեցին, բաժնեցին, եւ փանդարգեցին ամեն մարդու իրենց դուներուն մեջ։ Վերջը ասին, որ այս չար վարագին թիմաց պետք է ինչ ունենակ, պետք է բադվաստ ունենալ, եւ այդ բադվաստը ոչ թե մեկ անգամ, այլ երկու, այլ ոչ թե երկու անգամ, այլ երեք, ոչ թե երեք, այլ 4 անգամ, եւ այսպես շարունակեցին։ Եվ հանգարց դեսան, որ որքան կոնտրոլի դակ արին մարդկությունը, որքան։ Նույնիսկ ասին, որ դուք դունը գեցեք, մենք ցեզի փող գուտանք։ Եվ մարդիկ ալ ուրախացան, որ փող պիտի կա իրենք, սրի փող, բայց չէին գիտեր, որ այդպիսով իրենք մտքով, հոգիով քերի կդառնային չար իշխանությանց։ Եվ այս բոլորը թեստ էր, այս բոլորը փորձարկում էր, եւ անոնք որոշ չափի մեջ հաջողեցան։ Դա ասված, որ սիրելներ բոլորիս աչքերը բացվին, որովհետեւ անիկա առաջին փորձն էր, բայց ձանրը չէր, ավելի ձանրը պիտի կա։ Եվ ասիկա ժխտական ցևով չեմ ասեր, այլ գսեմ, որբեսի արթունը լանք պատրաստվենք։ Եվ երևակայեցեք, որ սիրելներ թերները չեկած, եթե այդպիսի փորձը հաջող եղավ, հաբա եւ որ ները կա ինչ պիտի նե աշխարհի երեսին։ Ինչեր պիտի նե աշխարհի երեսին։ Ինքզինք պիտի հայտարարե որպես Աստված, պիտի ասե որ ես է որ ցեզի ահավասիկ ուրախություն կբերեմ, ուդելիք կբերեմ, թեղուրայք կբերեմ, ես է, ես։ Եվ այդ բոլորով սիրելներ պիտի փորձեմ մարդիկը իր ձունգերում բերել։ 14-րդ գլուխը, եւ որը սկսանք սերդել, տեսանք սիրելներ, թե ինչպես ընտրյալները քարնուկին հետ միասին պիտի կանգնեին, եւ անոնք սիրելներ զաստված պիտի փարապանեին։ Ու հանգարց Հովանես Արաքյալ տեսավ 3 ռեշտակներ, որոնք մեկը մյուսին հաջորդեցին։ Եվ այդ առաջին ռեշտակը եկավ ավետիս տալու եւ ասելու համար, որ վախցեք Աստուծմե եւ Փառք տվեք անոր, որովհետև ժամանակը հասավ, որ անիկա պիտի թադե մարդկությունը։ Սիրելիներ հստակ կերպով բաժանում պիտի ելա, ոչխարներու եւ այծերու, հստակ կերպով բաժանում պիտի լա, լուսավորյալներու եւ խավարյալներու, լույսերու եւ մութերու, Աստուծո հավատացողներու եւ չհավատացողներու հստակ։ Եթե մեկը ասե, որ ես ոչ Աստուծո գավդամ, ոչ սատանային գավդամ, օտոմատիկ կերպով ինքնաբերաբար որ ուղղության կացած կլա, սատանային, չգա սիրելիներ, գամ Աստուծո գոմնես, գամ սատանային գոմնես, չգա երկու մեջտեղը միջասահման գացությունը, չգա։ Երկրորդ հրեշտակը եկավ, ըսա որ ինգավ Պապելոնը, ով է Պապելոնը, Պապելոնը սիրելներ այս բոլորի մասին խոսած եմ, պիտի չդառնամ, բարձրապես բզդիկ վերակաղ է որ գնեմ։ Պապելոնը այս աշխարհի չար բորնիկ իշխանությունն է, որ այդ ժամանակ սատանայի իշխանության տակ պիտի լա ամբողջական ցևով եւ ինք սիրելիներ պիտի ինա, պիտի չմնա։ Եվ վերջապես երրորդ հրեշտակը եկավ եւ ըսավ, ով որ Գերգրբակե կազանին եւ անոր արցանին, գամ ով որ անոր թրոշմը գնի կգարնե իր ջագադին վրա եւ իր ցերկին վրա, անիկա Աստուծո փարգության քինին պիտի խմե։ Սատանան հագարակը ասած էր ով որ իր ջագադին վրա եւ աջ ցերկին վրա գնի կչառներ, չի դրվար արև դուրնել։ Բիդի թադաբարդվի, իսկ հիմա երկինքեն հրեշտակ ու կկագսե, ով որ արնե, բիդի թադաբարդվի։ Դեսեք սիրելներ հստակ է այլևս, եւ ավելի հստակ բիդի դառնա, եւ որ աշխարհի վաղճանը մոտենա, գամ Քրիստոսի հետ ենք,
կամ սատանայի հետ ենք, չկա ուրիշ բան։ Եվ շարունակության մեջ նայեցեք, անիգա Աստուծո փարգության քինին պիտի խմե, այն անխարն քինին, որ լեցվեցավ Աստուծո փարգության բաժակի մեջ։ Անիգա պիտի դանչվի գրագով եւ ձծումփով Աստուծո սուրբ հրեշտակներուն եւ քարտուգին դիմաց։ Անոնց դանչանքին ձուխը Հավիդյանս Հավիդենից պիտի ելե։ Քիշեր ու ցերեկ հանկիստ պիտի ճունենան անոնք, որոնք երկրբակեցին կազանին ու անոր արցանին եւ անոր անունին թրոշ մգրեցին։ Սիրելիներ, լավ լսեցեք։ Ինչ որոշում որ առնես այս կյանքիդ մեջ, ջագադակրական պիտի լա հավիդենական կյանքի մեջ։ Այսինքն, եթե դու որոշում արիր Քրիստոսի հետևիլ, հակառակ ամեն եղած նեղությանց, դժվարությանց, դանչանքներուն, ապա ջագադակրական պիտի լա քու արած որոշումը, որովհետև դու հավիդենական կյանքը պիտի ժառանգես։ Իսկ եթե դու որոշում առնես այս կյանքի մեջ, որ աշխարհը պիտի ընտրես, աշխարհի ժամանակավոր հանգիստ եւ հաճույքը պիտի ընտրես, ապա ջագադակրական որոշում է, որովհետեւ այդպիսով դու որոշում արած միլաս, որ հավիդենապես անտունտի մեջ պիտի ապրես։ Դանչվելով, քիշեր ու ցերեկ հանգիստ չգտնելով։ Օրը սիրելիներ, քաղաքի մեջ երգիր մգար, որ ժողովուրդը ինքն էր թակավոր գորոշեր։ Եվ ով որ գուզեր թակավոր լալ, ժողովուրդը գսեր գրնաս թակավոր լալ 1 տարի։ 1 տարի։ 1 տարվա մեջ ինչ կուզես գրնաս անել, 1 տարի վերջ քեզ պիտի ակսորեն գղզի։ Գղզիմը ուրփամը չկա։ Եվ անոնք որոնք աչքը ձագ էին, գծի էին, ակահ էին, ամեն տարի մեկը գսեր որ ես կուզեմ թակավոր լալ։ Եվ հունվար մեկեն, մինչև դեկտեմբեր 31 թակավոր գլար։ Եվ այդ ամբողջ դարվա ընթացքին ինչ կներ, ամեն օր քեֆ, ուզածը ինչ որ գուզե այդ դարվա ընթացքին, ամբողջ դարվա ընթացքին գներ։ Օրմն, եւ ամեն ժողովուրդը գլսեր բալադի մեջ ինչ քեֆի ցայներ գելեին։ Բայց դարվա վերջը զին գաքսորեին եւ այդ աքսորավայրի մեջ ալ գմահանար այդ թակավորը։ Օրմը մեկը թակավոր գլա, սակայն ժողովուրդը գզարմանա, որովհետեւ բալադին մեջ քեֆի ցայն չկա, աղմուկ չկա, խրախճանք չկա։ Ամբողջ դարվա ընթացքին ցայն ձբլուն չկա, ամեն մարդ կզարմանա։ Իրեն գարցնեն որ ինչու ուրախություն չեսներ, գսե որ ես այս ամբողջ դարին օգտագործեցի, որ այն գղզին որ պիտի ես ակսորվիմ, այդ գղզի մեջ փոխադրեցի բոլոր ունեցածս, որպես այդ գղզի վրա հանգիստ ապրիմ։ Սիրելիներ, այդ ժամանակ ժողովուրդը գսե որ թուն ճշմարիտ թակավոր ես, թուն պիտի լաս մեր մնայուն թակավորը։ Հիմա այդ անձերը մենք ենք։ Մարդիկ սիրելիներ ընդհանրապես գարջ ուրախությունը գնդրեն այս երկրի հավիդենական ուրախությունը գործընծնելով։ Բայց անոր այս երկրի վրա նեղությունները, հալածանքները, չարչարանքները, փամփասանքները, չարախոսությունները գգրե խոնարհությամբ այն մեծ հույսով որ հավիդենական կյանքը պիտի ժառանգե, անիգա սիրելիներ հավիդենական ուրախությունը պիտի ժառանգե։ Եվ մենք այդ իմաստությամբ պետք է ապրենք։ Այս բզդիկ նախամուդեն յետ այսօրվան սերդողության անցնինք, երկու համար պիտի սերդենք, 12 և 13 համարները հայտնություն ովանու 14-րդ կլխուն։ Նախ սերդենք 13-րդ համարը, գսե առաքյալը, ահա հոս է համբերությունը Աստուծո ընտրյալներուն, որոնք գբահեն Աստուծո բադվիրանները և Հիսուսի հանդեպ իրենց հավատքը։ Ժողովրդական առածը ինչ կսի համբերության մասին, համբեր է, որ համբեր է։ Մեկ հատ եկեք գսեք, համբեր է, որ համբեր է։ Ան որ գհամբեր է, համ գբեր է իր կյանքի մեջ, իսկ ան որ չի համբերեր, մեջը գուտա։ Սիրելիներ, հետաքրքրական է, որ հայտնություն ովանու գիրքը երբ որ կգարտանք, իր գլխավոր թեմաներեն մեկը ուղղված հավատացյալներուն ինչն է, համբերություն։ Համբերություն։ Գիշեք երբ որ 6-րդ գլուխը գսերդեինք,
6-րդ գլուխը, եւ այնտեղ տեսանք, որ 5-րդ գնիկը երբ որ բացվեցավ, Հովանես Արաքյալ տեսավ Աստուծո քահին թիմած հոգիներ, որոնք ինչ կսեին, մինչև երբ պիտի սպասես սուրբ եւ ճշմարիտ Տեր, երբ պիտի տադես երկրի բնակիչներ եւ մեր արյան վրեժը լուծես անոնցմե, ասիկա 10-րդ համարն էր 6-րդ գլխու, 11-րդ համարի մեջ նայեցեք ինչ կսվի։ Եվ անոնցմե յուրաքանչյուրին ջերմակ բարեկոտ մը դրվեցավ եւ անոնց ըսվեցավ, որ գարջ ժամանակ մը եւս համբերեն, հանգիստնեն, մինչև որ ամբողջանա թիվը իրենց ծառայագիցներուն։ Հիսուսալ Մատթեոսի ավետարանի 24-րդ գլխու 10-րդ համարի մեջ ինչ ասավ, որ համբերեսե իսբար նա գեցե, այսինքն ով որ մինչև վերջ համբերե, անիկա պիտի ապրի։ Հիմա, սիրելի քույրեր եղբայրներ, ճշմարիտ հավատացյալները այս երկրի վրա բազմաթիվ նեղություններ պիտի գրեն։ Թե անօրեններ են, թե ների հետևորդներ են, պիտի հալածվին, պիտի ջնշվին, դանչանքի պիտի մատնվին եւ նույնիսկ պիտի գտնվին ոմանք, որոնք պիտի նահատակվին։ Այս բոլորը պիտի ըլլան։ Սակայն, եթե մինչև վերջ ամուր մնան իրենց հավատքի մեջ ու հավատարիմ մնան Քրիստոսի անտեպ իրենց ունեցած հավատքին մեջ, անոնք սիրելներ Աստուծո ահեղ Թադաստանի օրը վարձք պիտի ստանան, վարձատրություն։ Դերը ըսավ, ով որ մինչև վերջ համբերե, կգրտնեմ Հիսուսի խոսքը, անիկա պիտի փրկվի, անիկա պիտի ապրի։ Եվ Հիսուս ըսավ երանիներուն մեջ, վերջին երանիներու մեջ, Մատթեոս 5-րդ գլուխ 11-12 համարներ, որ ցնծացեք եւ ուրախացեք, երբ որ մարդիկ ցեզի հալածեն եւ նեղեն։ Տեսեք, հալածանքները սիրելիներ, որքանալ անդանելի ըլան, սակայն խորքին մեջ օգտակար են հավատացյալներու, թե հոգևոր մաքրման եւ թե հավատքի ամրապնդման համար։ Շատ կխնդրեմ այս խոսքին վրա լրջորեն մտածեցեք։ Հալածանքները սիրելիներ կմաքրեն մեզ որպես հավատացյալներ եւ կամրապնդեն մեր մեջի հավատքը Աստուծո նկատմամբ։ Որովհետեւ հալածվելով հավատացյալները քանի բաներ ասեմ, կարևոր բաներ։ Առաջին, հալածվելով հավատացյալները իրենց հայացքը այս աշխարհեն կգդրեն եւ իրենց հայացքը կբարձրացնեն ուր երկինք։ Գիտեմ որ իրենք ժամանակավոր են։ Հետևաբար երկինքին գնային։ Երկրորդ, հալածվելով մագերեսային հավատացյալ ըլալե գտածրին եւ գտարնան խորքային հավատացյալ։ Երբ որ գսկսի մարդ հալածվի իր հավատքին համար գսկսի մտածել ուրեմն իմ հավատքը ճշմարիտ է, ադոր համար մագերեսային հավատացյալ ըլալե գտածրի դառնա խորքային հավատացյալ։ Երրորդ, հալածանքները սիրելիներ ոչ թե մեզ պետք է Քրիստոսեն հերացնեն, ընդհակառակը հալածանքները մեզ պետք է ավելի ինչ անեն, Քրիստոսի մոտեցնեն, որովհետև հալածվելով մենք կդառնանք Քրիստոսանման։ Որովհետև Հիսուս ասավ, եթե զիս հալածեցին, ցեզալ պիտի հալածեն։ Հետևաբար հալածանքները մեզ Քրիստոսանման կդարձնեն։ Եվ չորրորդ, հալածվելով սիրելներ քրիստոնյաները գմղվին, որ իրենք ճշմարիտ օրինակ դառնան դգար հավատք ունեցողներուն։ Սիրելի եղբայրներ եւ քույրեր, դուք որ այստեղ նստած եք, եթե դուք հալածանքներու մեջ ամուր մնաք, ծեր ամուսինը, ծեր գինը, ծեր եղբայրը, ծեր քույրը, ծեր մայրը, ծեր զավակը, ծեր տորնիկը, դեսնելով ծեր զորավոր հավատքը, ցեզ մե օրինակ պիտի առնե։ Եվ ասիկա շատ կարևոր է, որ դուք ուրիշներու փրկության օրինակ ըլլաք։ Նայեցեք սիրելներ, 5 դագարանի մեջ շատ մարգարեներ հալածվեցան։ Եղիա մարգարեն չհալածվեցավ,
անշուշտ հալածվեցավ։ Երեմիա մարգարեն հալածվեցավ։ Եսայի մարգարեն չհալածվեցավ, Եսայի մարգարեն սղոցով գդոր երին։ Դանիել մարգարեն չհալածվեցավ։ Սիրելներ, այս բոլոր մարգարեներն ալ հալածվեցան, սակայն այդ հալածանքին մեջ իրենք հավատքի օրինակ են այսօր։ Հավատքի օրինակ են մեր բոլորին։ Եվ եղբայրներ եւ քույրեր, շատ կարևոր ուրիշ բան լսեմ ցեզի։ Եթե Քրիստոսի անունին համար կհալածվիք, ուրեմն վստահ եղեք, որ դուք ճշմարիտ հավատացյալ եք։ Եթե Քրիստոսի համար կհալածվիք, ոչ թե սիրելիներ ուրիշ բանի համար, քողությունը ռացեք եւ կհալածվիք կոր, ոչ, այլ Քրիստոսի համար եթե կհալածվիք, ուրեմն ճշմարիտ հավատքի ճամփու մեջ եք։ Որովհետև իրավ հավատացյալները եւ իրավ հավատացյալները սիրելիներ երբ հալածվին, պիտի ժառանգեն երկնքի առկայությունը։ Ադորամար հավատացյալը իր հույսը չի գործընծներ եւ իր համբերությունը չի գործընծներ, այլ նույնիսկ հալածանքներու մեջ իր համբերությունը կբահե, որովհետև գիտե որ նեղության ժամանակները գարջ են։ Բողոս Արաքյալը սկանչելի խոսք ունի Հռոմայացիներու նամակի 8-րդ գլխու 18-րդ համարի մեջ։ Դեսեք ինչ կսե Արաքյալը։ Ես այնպես կխորհիմ, թե ներկա ժամանակի չարչարանքները ոչինչ են քալիք парքինգով, որ մեզի պիտի հայտնվի։ Եղբայրներ եւ քույրեր, քանի տարի պիտի ապրենք այս կյանքի մեջ։ 50, 60, 70, 80, 90, 100, քանի տարի։ Եկեք ամենը շատ ասենք, 120, 150 տարի, շատ բարի։ Երանի թե մեկը գարձե որ այդքան պիտի ապրի։ Սիրելիներ, սակայն որքան ալ ապրենք, մեկ հատ մտածեցեք, մանավանդ անոնք, որոնք ինձի պես իրենց մազերը սպիտակացած են։ Դիգիներ ծեր մասին չի այս խոսքս։ Դղամարտիկ, երբ սպիտակացան մեր մազերը, թեր երեք երեխա էինք, երբ սպիտակացան մեր մազերը, երբ մեծանք, երբ մեր կյանքը անցավ, մեկ հատալ մեկ աչքը փակենք, փանանք կտեսնենք, որ արդեն մահվան սեմին ասանք։ Սիրելիներ, բայց մտածեցեք, որ այս գարջ կյանքին թիմած հավիտենական կյանք կա։ Միայն այս բարի մասին, եթե դու երթակ մտածեք հավիտենական կյանք, հավիտենական բարի մասին, սիրելի եղբայրներ եւ քույրեր, ճշմարիտ կսեմ, մեր կյանքը կփոխվի։ Մեր կյանքը կփոխվի, որովհետեւ հավիտենապես գամ անտունքի մեջ պիտի լանք, գամ դիրոջ հետ պիտի լանք։ Եվ ով չի պապակիր դիրոջ հետ ըլլալ։ Բողոս Արաքյալ ուրիշ տեղը երկրորդ Կորինթացիներու նամակի 4-րդ գլխու 17-րդ համարին մեջ դեսեք ինչ կսե սիրելիներ։ Երկրորդ Կորինթացի 4-րդ գլուխ 17-րդ համար։ Ներգայի մեր գրած այս թեթև նեղությունը արդագարգորեն քերազանց եւ հավիտենական փառք մը գաբահով է մեզի։ Այս կյանքի մեջ մեր թեթև նեղությունը, որքանալ զորավոր լալ, սակայն իրականության մեջ թեթև է այդ նեղությունը, սակայն այդ նեղությունը այս կյանքի մեջ մեր գրած հավիտենական փառք գաբահով է մեզի։ Սիրելի եղբայրներ եւ քույրեր, այս տողեր եւ որ գարտակ սուրբ գիրքի մեջ, ասանք հարևանցի մի գարտակ։ Միսեք որ ես սուրբ գիրքը 40 անգամ գարտացած եմ, բայց եկուր հարցնեմ քեզի որ սուրբ գիրքեն ինչ սորված ես, որ կյանքիդ մեջ կործածած ես, որ անդրադարձած ես։ Սուրբ գիրքը մեկ անգամ գարտա կյանքիդ մեջ, բայց ամեն օր ապրիր սուրբ գիրքը, ամեն օր ապրես սուրբ գիրքը։ Անիկա ավելի գարժե, քան թե ես հբարդանալով որ 50 անգամ գարտացել ես, բայց չես ապրած սուրբ գիրքը։ Անշուշտ սիրելներ, այսօր աշխարհի մարդիկը եւ մանավանդ անոնք, որոնք երկրի վրա իրենք զիրենք ապահոված են նյութական հարստությամբ, կամ բարձր թիրքով, կամ բարձր պաշտոն ունին, անոնք սիրելներ երբեք պիտի չուզեն լսել Աստուծո Թադաստանի մասին։ Երբեք պիտի չուզեն, որովհետև իրենք ապահոված են իրենք զիրենք այս կյանքի մեջ կգարձե մեկը, մարդ կգարձե։
Սակայն մեկ բան որոշ է սիրելիներ։ Ասիկա ուզենք կամ չուզենք։ Վարձատրության եւ հադուցման օրը անպայման պիտի կա։ Դուք հավատաք Աստուծո կամ ոչ, կամ ամենքը Աստծո հավատաք։ Մարդիկ հավատան Աստուծո կամ ոչ, հադուցման եւ վարձատրության օրը պիտի կա։ Անպայման փախուստ չկա ասկես սիրելներ։ Աստված օրը նշանակած է եւ այդ օրը պիտի կա եւ այդ օրը Թադաստանի օրը պիտի լա։ Եվ այդ ժամանակ հավիտենական պիտի լա սիրելիներ Աստուծո առած որոշումը, այսինքն եթե ուղարկե մարդիկը հավիտենական կյանք, եթե ուղարկե անթունդ, հավիտենական անթունդ։ Ադորամար որքան կարևոր է որ մենք այս կյանքի մեջ սիրելիներ աչքերնից ուղենք Հիսուսին եւ չլա որ երբեք խապվենք ու ները բաշտենք։ Ները չար սատանան, սատանայի կործագիծը։ Այս աշխարհի մեջ սիրելիներ շատ սատանայի կործագիծներ կան, չափազանց շատ։ Ըսկուշը լանք։ Եթե մենք հավանություն տանք անոնց, մենք սիրելիներ ինքնաբերաբար ինգած կլանք անոնց մեղքին մեջ, մեղսագից կլանք։ Ով որ մերժե սատանան, ով որ մերժե սատանայի կործագիծը սիրելիներ հավիտենական կյանքը պիտի ժառանգե եւ հագարագնալ, ով որ մերժե Հիսուսը, մերժե Հիսուսի պատվիրանները, մերժե կործատրել դիրոջ խոսքերը, հավիտենական թադաբարդության պիտի արժանա։ Եվ որ մեկը ավելի լավ է։ Այս գարջ կյանքի մեջ սիրելիներ մերժել աշխարհը եւ հավիտենական կյանքը շահիլ, թե ոչ այս գարջ կյանքի մեջը հանգիստ կյանքը ընտրել եւ հավիտենական կյանքը գործընծնել։ Որ մեկն է։ Ամենքս ալ պատասխանը գիտենք, բայց պատասխանը գիտնալով չի փավեր եղբայրներ եւ քույրեր։ Եթե ես երկուշաբթիեն շաբաթ օր ապրիմ կյանքով մը որ Աստուծո խոսքերուն հագարակ է եւ գիրակի օրը եկեղեցի երթամ եւ ինքսինքը սուրբ ցույց տամ մարդոց ցույց տամ որ ես հավատացյալ եմ անիգա սիրելներ Աստուծո քթին խնդալ կնշանակե եթե ես պիտի կամ այսօր ծեր դիմաց սիրելներ ինքսինքը սուրբի պես պիտենեմ բայց ծեր աչքերեն հերու ես իմ կյանքս պիտի ապրիմ բղծությամբ ես ջահեննամ պիտի երթամ դժոխք պիտի երթամ հավիտենական անթունդ պիտի երթամ, որու վրա պիտի խապեմ, ցեզ պիտի խապեմ, չէ որ Աստուծո Թադաստանի դիմաց պիտի կանգնիմ, ես եւ դուք եւ ամենքս, սիրելիներ, չգարձենք որ մարդու աչք եթե ինձի չտեսներ, ուրեմն ես ուզած ծևովս պիտի ապրիմ, եթե սիրելներ մենք մարդոց մե աչքան գխմբնինք, գամչնանք, գվախնանք, որ հանգար չլա որ մարդ ինձի սխալ դեսնե, Աստուծո մեջ չենք վախնար։ Աստուծո մեջ չենք վախնար։ Երբեմն ծնողներ իրենց զավակներուն այսպիսի սխալ գուտան։ Օրինակ մսեմ սիրելներ։ Օրինակ մսեմ եւ ասիկա շատ ցավալի օրինակ է։ Օրը աղջիկ մի ինձ երացայնեց։ Երդասարդ աղջիկ մը։ Դժբախտաբար այս աղջիկը ինգած էր մեղքի մեջ եւ հղացած էր։ Եվ հայրը մայրը գստիպեին այս աղջիկան, որ անպայմանորեն վիժում կատարե։ Այս աղջիկը արդյունքով ինձ գսեր, որ հայր բարդ ես հիմա որ մեղքի մեջ ինգած եմ արդեն, չեմ ուզեր վիժում կատարելով, երկրորդ մեղքը կործել։ Եվ ես սավեցա, խորապես սավեցա, եւ ինձ զանգած է, որ ինչ է իմ խոսքս, խրատս, եւ ես ասի, որ այո, պետք է պահես։ Եվ հայ քացի իր ծնողքինքով հորը մորը բացադրեցի աղաչեցի որ նայիր պետք է բահե ասա որ հայրը փարգացած վրասա որ ամբողջ ալամը ինչ մի դասե ասավ մեր բադիմը սավ կետնին տակ մի դերտա ասի որ նայիր Աստված ինչ մի դասե որ այս վիժումը կդարվի եւ այս զավակը մեռնի ինձի կարևոր չէ ասավ Աստված կարևորը մարդն է ասավ Դեսեք սիրելիներ, սատանան ինչպես կնե, աշխարհին երեսին գուզե ինքը բադվավոր երևիլ,
Բայց Աստված իրեն համար հոգը չէ, որովհետև չի տեսներ Աստված։ Չի տեսնեն ինք Աստված։ Եվ ահա սիրելիներ, այս ցավն է, որ մարդիկ նույնիսկ հավատացյալներ, որովհետև ասեմ, որ իմիջայլոց հիմա ճագերտի մեջ կսեմ, այս ընտանիքը ինքզինք հավատացյալ ընտանիքը գոչեր։ Մինչև այս հարցին դիմաց գտնվեցավ։ Մենք իմանանք սիրելիներ, որ Աստված կա դիտող, ամեն ինչի մեջը, մեզ դիտող Աստծո աչքը կա։ Օրը հայրը իր զավակը գարնե արավոտ կանուխ ժամը 4-ին գերտաս սիրելներ բարդես խաղող կողնալու։ Խաղող։ Բաբան զավգին գսե, որ դղաս հոսկեցիր գսե, եթե հանգարց մարդը կա գբորաս ինձի, որբեսի կամ։ Ուրեմն դղան սիրելիներ հանգարց գբորա, բաբա, բաբան, որ խաղող կողնար միջատ, վազելով գուկա, գսե ինչ եղավ, մարդ եղավ, ոչ գսե, բաբա գսե, դղան մեկը հայրը դղուն ապտակ կզարնե, գերտա արակը ետ շարունակելու իր կողության, երկրորդ անգամ զավագնորեն գսե, բաբա, հայրը վախծած կմոդենա գսե, ինչ եղավ, մարդ եղավ, ոչ գսե հայրիկ, նորեն ապտակ մը գզարնե հայրը, գսե, վայ եգերը գսե, նորեն այդպես որաս, և գերտայինքը կողությունը շարունակելու, երորդ անգամ սիրելիներ, զավագը գբորա հայրիկ, մեզի կտեսնե, բաբան վազերով կա, գսե մարդիկա ոչ գսե հազիվ ապտակ պիտի զարնե, դղան գսե բաբա ինչու ինձի գզարես, գսե որդե սուտ կխոսիս մարդ չեկավ, գսե բայց բաբա նայր Աստված մեզի գնայի, Աստված մեզի գնայի սիրելիներ, Աստված մեզի գնայի, մարդ չի տեսներ, բայց Աստված կտեսնե, և ինչ որ գնենք այս կյանքի մեջ, Աստուծո դիմաց հաշիվ պիտի տանք, հաշիվ պիտի տանք։ Հավատացյալներուն սիրելներ կմնա հավատարիմ ձևով ապրիլ և համբերությամբ ապրիլ։ Հիսուս Ղուկասու ավետարանի մեջ 21-րդ գլխու 19-րդ համարի մեջ կսե. Ձեր համբերությամբ պիտի փրկեք ձեր հոգիները։ Այո, ճիշտ է սիրելիներ, մեր հոգիները համբերությունը չէ որ պիտի փրկե, բայց երբ որ մենք համբերություն կցուցաբերենք, այդ ժամանակ սիրելիներ մենք փրկության ջամփու մեջ կլանք։ Փրկության ջամփուն մեջ։ Տեսեք այստեղ ետ կվերաթարնամ համարին հրեշտակը գսե անոնք որոնք գբահեն Աստուծո բադվիրանները եւ Հիսուսի հանդեպ իրենց հավատքը։ Այսինքն սիրելիներ շատ կարևոր է որ մարդ բահե Աստուծո բադվիրանները շատ կարևոր է Աստուծո բադվիրանները քինալը չէ կարևորը, այլ Աստուծո բադվիրանները բահելը, ինչ կնշանակե բահել, կործատրել, ինչ միել ենք Աստուծո, ենք Աստված գիտես ես ամեն արդու մեկ ժամ քու խոսքդ կգարտայի, բայց Հիսուս մի դեսե կործատրեցիր, գիշեք լերան կարոզի վերջավորության, Հիսուս կսե, Մատթեոսի ավետարանի 7-րդ գլխու վերջավորության Անոր իմ խոսքս գլսե բայց չի կործատրեր գնմանի այն մարդուն որ իր դունը ավազի վրա գշինե եւ որ ճուրերը գողորտին գզարդվին այդ դունը ինչ կլա կքայքայվի իսկ անոր իմ խոսքս գլսե ու գկործատրե անիկա գնմանի այն մարդուն որ իր դունը ժայռի վրա գշինե Սիրելի եղբայրներ եկույրեր, ես և դուք հիմա Աստուծո խոսքը գսորվինք, հիմա մեր դունը գուզենք շինել, եթե չկործատրենք, ավազի վրա շինողին նման գլանք, իսկ եթե կործատրենք, այս եկեղեցի են ելել են վերջ, սկսին կործատրել, և այս եկեղեցվա մեջ են սկսին կործատրել, որովհետև Քրիստոսի ամենը մեծ բադվիրան ինչ է, սեր, սիրեցեք իրար։ Եթե հիմա սիրելներ սկսիմ ես սիրել ցեզ ու դուք ինձ եւ իրար, արդեն սիրելներ կսկսենք մեր դունը սարքել ինչի վրա։
ժայռի վրա։ Եվ ով է այդ ժայռը։ Հիսուս Քրիստոսը։ Այդ ժայռը Հիսուս Քրիստոսը, որ չի պլիր։ Այն քարն է, որ մարդիկ անարգեցին, բայց անիգա անգյունակարն է, ժայռն է, հիմքն է։ Եվ այդ ժամանակ սիրելներ մենք հաստատ կմնանք։ Եբրայեցիներու նամակի մեջ Պողոս առաքյալ գսե 10-րդ գլուխ 20-րդ համար անխախտ բահենք այն հույսը, որ գտավանինք, վստահ լալով, որ Աստված հավատարիմ է իր խոստումին։ Եվ Պողոս առաքյալը առաջին Կորինթացիներու նամակի մեջ 16-րդ գլուխ 10-րդ համարի մեջ տեսեք սիրելներ ինչ կսե։ Արթուն եղեք, հաստատում մնացեք ձեր հավատքին վրա, քաչ եղեք, զորացեք։ Արթուն եղեք եւ հաստատում մնացեք ձեր հավատքին վրա։ Անցնիմ վերջին համարի սերդողության 10-րդ համարը, առաքյալը գսե, աբա երկինքեն ցայմը լսեցի, որ ինձի գսե, քրե ասածս, երանի այն մերելներուն, որոնք այժմեն սկսյալ գնանչեն դիրոջ հնազանդ ըլլալով։ Դարձուր մյուսը, շարունակությունն ալ գարտամ, վերջի հետ կդառնամ, այո գսե հոգին, որովհետև անոնք հանգստացան իրենց աշխատանքեն եւ իրենց գործերը գվգայեն իրենց մասին։ Նախ եկեք առաջին մասը սերդենք սիրելներ։ Հայտնության քրքի մեջ 7 երանիներ կան։ 7 երանիներ, որոնց մեջ երկրորդն է ասիգա։ Մենք նախաբես տեսանք սիրելներ առաջին քրխու 3-րդ համարի մեջ գսե երանի անոր, որ գլսե այս խոսքերը եւ գխոսի այս խոսքերը, հիմա երկրորդ երանին է։ Երբ երրորդ ռեշտակը իր խոսիլը ավարտեց, Հովանես առաքյալ նայեցեք երկինքեն հնչող ցայմը լսեց։ Ինչ կսե երկինքեն ցայմը լսեցի։ Եվ որ երրորդ ռեշտակը իր խոսքը ավարտեց։ Որու ցայնն է սիրելներ։ Սուրբ երրորդության ցայնը շատ բարի, բայց նայեցեք հիմա շարունակությունը հաջորդ դողը նորեն դարձուր Էդգար։ Ով է նայեցեք Սուրբ Հոգին աբրիկ իդ վերադառնանք։ Ուրեմն Սուրբ Հոգին է խոսողը հիմա նայեցեք։ Սուրբ Հոգին հիմա գխոսի, Աստուծո Հոգին է։ Սուրբ Հոգին գսե երանի այն մերելներուն։ Նախ այս բարի մասին խոսենք։ Երանի Սուրբ Հոգին երանի գուտա, որոնց այն մերելներուն, ամեն մերելներուն, ոչ, որ մերելներուն, նայեցեք աբրիկ, այն մերելներուն, որոնք աստուծմով ննչած են, այսինքն, դիրոջմով սիրելիներ, դիրոջ հնազանդ գտնված են այս կյանքի մեջ, արդեն գսա այստեղ չէ, հնազանդ եղած են դիրոջ, ինչին հնազանդ եղած են, բադվիրաններուն, խոսքերուն, եւ կործատրած են դիրոջ խոսքերը, եւ դիրոջ խոսքերը կործատրելուն համար ինչ եղած են, հալածված են, զոհված են, նահատակված են, անարգված են, ամեն տեսակ նեղություններ գրած են, այս բոլորին համար սիրելներ նախընտրած են, որ այս կյանքի մեջ անարգան կրեն, հալածվին, նույնիսկ սպաննվին, նահատակվին, սակայն Աստուծո խոսքեն չշեղին։ Սիրելի եղբայրներ եւ քույրեր, գրնանք մենք այդպես սնել, ինձ մի պատասխանեք, հա։ Ամեն մեկս մենք մեզի մտածենք, գրնանք այդպես սնել, որ ինչալ ըլլա ես Աստուծո խոսքեն բիդի չշեղիմ։ Ով գուզե ինչ գուզե թողսե, ով գուզե ինչ գուզե թողնե, թող անարգե, թող հալածե, թող սպաննե, թող ինչ գուզենե, ես Աստուծո խոսքեն բիդի չշեղիմ։ Այդպես ապրեցան առաջին քրիստոնյաները, այդպես կապրին այսօր փառք Աստուծո շատ քրիստոնյաներ։ Սակայն սիրելներ, ամեն մեկս պետք է այդ որոշումը առնե։ Ես չեմ կրնալ ծեր դեղը որոշում առնել, ոչ ատուկ կրնակ իմ դեղս որոշում առնել։ Ամեն մեկս, եւ ամեն մեկուս հալածանքը, ամեն մեկուս նեղությունը դարբեր է։ Ամեն մեկուս խաչը դարբեր է։ Բայց սիրելներ, վարձքը նույնն է։ Եվ տեսեք, հոգևոր հորս խոսքը պիտի գարտամ Զարե Սրբազանին։ Զարե Սրբազանը հետևյալը գսե։
Հարգավ բոլոր Քրիստոսով ննչեցյալները Քրիստոսի հետ են, Քրիստոսի միացած են։ Բայց հadouk Երանիմը գգաբե անոնց, որոնք նեղության ժամանակի սկիզբեն իրենց հավատարմությունը գցուցաբերեն, ավելի դժվար ժամանակի մեջ ավելի մեծ հավատարմությունը գցուցաբերեն։ Բայց կարելի է զայն հասկանալ բոլոր ժամանակներու մեջ Քրիստոսով ննչողներուն համար եւս։ Այսինքն սիրելներ, նայեցեք։ Քրիստոսով կամ դիրոճմով ննչել եւ կնշանակե նահատակվել, նեղություններ գրել եւ նաեւ կնշանակե սիրելներ հավատքը մինչեւ վերջ բահել։ Որովհետեւ հարցում ցեզի մեր քրիստոնեական հավատքը, ճշմարիտ հավատքը մինչև վերջ բահելը նահատակություն չէ։ Այո։ Քաչություն չէ։ Այո։ Այո, սիրելներ։ Երևակայեցեք, որ ծեր ընտանիքի մեջ, երևակայեցեք, որ դուք կգտնվիք, չեմ գուզել երևակայեցեք, ասել, որովհետև գրնալա, որ ցեզ մե ոմանք կգտնվին այդպիսի ընտանիքի մեջ։ Գտնվիք ընտանիքի մեջ, որ ընտանիքի բոլոր անդամներ անհավատ են։ Ընտանիքի բոլոր անդամները գհալածեն ցեզ, ծեր ունեցած հավատքին համար, Աստուծո դունը հաջախելուն համար, Սուրբ Քրոջ սերտողությանց երթալուն համար, Աստուծո խոսքը գարտալուն համար։ Թշմախտապար սիրելներ, ասիկա մեր քրիստոնեական ընտանիքներու մեջ ես տակավին գարգինս չեմ բանարգորսելու համար, որ աշխարհի մեջ քրիստոնյաներ գալածվին իսլամներեն կամ աստոնց մե կամ անոնց մե, այլ ծեր ընտանիքներու մեջ, նեղ շրջանակի մեջ։ Երբեմն դունի մեջը սուրբ գիրք առնես գարտալու համար հանգարց ընտանիքի հայրը կամ մայրը կամ գեսուրը իր հարսին գպավե գարտա սուրբ գիրք խելքդ պիտի թրցնես։ Սիրելիներ, այս բոլորը հալածանքներ են։ Երանի անոր, որ մինչև վերջ իր հավատքը գբահե, դիրոջ նկատմամբ եւ այդպես կննչե։ Բոլոր ժամանակներու մեջ ապրող քրիստոնյա հավատացյալները իրենց հավատքին, իրենց ունեցած հավատքին պատճառով իրենց գրած նախադինքներն ու հալածանքները սիրելներ, նախադինքներ գրած են, հալածանքներ գրած են, բայց երբ որ այս բոլորը տեսնեն հավատացյալներ իրենց կյանքի մեջ նեղություններ, հալածանքներ, բեք չէ մտածեն, որ ուրեմն իրենց կյանքը թշպախտ կյանք է, եղերական կյանք է, ոչ, ընդհակառակը օրհնություն է, օրհնություն է։ Ադորամար նայեցեք ասե այստեղ Երանին սիրելներ ինչ է, օրհնություն, Երանին հագարակի ինչ է Երանին հագարակը, վայ, Հիսուս ինչ սա, վայ ցեզի գեղձավոր փարիսեցներ, իսկ այստեղ գսվի Երանի, դուք սիրելիներ, որ ցայնը գուզեք լսել դիրոջ, վայ, թե ոչ Երանի, բայց չէ, այս ցայնը լսելու համար պետք է ամեն մեկս ինչ ենք, Երանին արժանի լանք, Երանի խոսքին արժանի լանք, եւ ոչ թե սիրելիներ, վայ կյանքով ապրինք ու վերջը թժողքի մեջ վայ դանք եւ ասենք որ Երանի այդպես մենք ապրեինք։ Ով որ երկինք ելավ, ով որ թժող կնաց կամ անտունդ երթած սիրելներ այլևս Երանի չի գրնար դալ։ Հիսուս քիչ առաջ կսեի Երանիներու ցանկը որսավ վերջավորության 11 եւ 12 ամառներու մեջ Մատթեոսի 5-րդ գլխու մեջ հետեւյալը ասավ. Երանի ցեզի, երբ մարդիկ նախադեն եւ հալածեն ցեզ, կամ սդելով ծեր մասին ամեն տեսակի զրբարդություններ ընեն իմ հետևորդներս ըլլալնուտ համար։ Սդեն ծեր մասին, սուտ խոսին եւ զրբարդեն ծեր մասին։ Հիսուս նայեցեք ինչ չսավ որ ագրանիտ գրջդեցեք եւ կացեք վրեժ լուծեցեք, չէ, սավ ծնծացեք եւ ուրախացեք, որովհետեւ ծեր վարձատրությունը մեծ է երկնքի մեջ։ Հիշեցեք, որ նույն ցևով հալածանքի ենթարկվեցան ցեզմի առաջ ապրող մարգարեներն ալ։ Քիչ առաջ 116-րդ Սաղմոսը որ գարտացինք 15-րդ ամառի մեջ ինչ ասավ, թանկագին է Աստուծո աչքին իր սուրբերուն
մահը։ Սիրելիներ, ինչու համար Քրիստոսի հավատացողները պետք չէ դրդմին եւ պետք չէ սարսափին, պետք չէ անորոշության մատնվին, որ ինչ եղավ, ինչու համար գահալացվինք։ Ոչ սիրելիներ, այլ այս բոլորը համբերությամբ եւ սրբությամբ կարողանան դանել, որովհետեւ հաղթական դուրս պիտի կան։ Հոգևոր հորս դարձյալ Զարե Սրբազանին խոսքը պիտի գարտամ գսե։ Այս քիրքի մեջ զանազանություն կտրվի Քազանին հետևորդերուն եւ Քրիստոսի հետևորդերու միջև։ Ինչպես կներկայանա մահը Քազանին հետևորդերուն համար, ինչպես կներկայանա մահը Աստուծո հետևորդերուն համար։ Ամենքս ալ պիտի մահանան կորմը, չէ՞։ Այսինքն հավատացյալն ալ պիտի մահանա, անհավատն ալ պիտի մահանա։ Հիսուսի հետևողն ալ պիտի մահանա, Քազանին հետևողն ալ պիտի մահանա։ Ճիշտ է։ Ինչպես պիտի լա դարբերությունը գսե հոգևոր հայրս։ Նայեցեք ինչ գսե։ Ինչպես կներկայանա մահը Աստուծո չհավատացող մարդուն համար եւ ինչպես կներկայանա մահը Աստուծո հավատացողին համար։ Առաջինին մահը, այսինքն Աստուծո չհավատացողին մահը, անհույս մահ է, անհույս մահ է, որովհետև ան մահը գտիդե իբրև վերջնական գորուստմը, ուստի գփորձե այս աշխարհի կյանքը առավել չափով ճագերդի մեջ վայելել, քանի որ հույս չունի ինքը, անհավատ մարդը հավիտենական կյանքի հույս չունի, եւ քանի որ հավիտենական կյանքի հույս չունի, գփորձե այս կյանքի մեջ ինչապ գրնա ինչն էլ վայելել։ Քրիստոնյային դրամապանությունը ուրիշ է։ Բողոսարակյալ գսե ինձի համար կյանքը Քրիստոս է, ուստի մեռնիլ այդ կյանքը շահիլ կնշանակե։ Փիլիպպեցիս 1:21։ Արաքյալը այսպես գսե, որովհետև գահավատա, թե վարգյան առաջ Քրիստոսի պիտի միանա։ Մենք գահավատանք, որ կյանքեն մահ չենք երթար, այլ կյանքեն կյանք երթանք։ Հասկացաք։ Մենք գահավատանք, որ սիրելիներ, ոչ թե մենք կյանքեն թեպի մահ երթանք, այլ մենք կյանքեն կյանք երթանք, հավիտենական կյանք երթանք։ Մենք օրը պիտի ննչենք եւ երբ արթնանք, մենք մեզ հավիտենականության մեջ պիտի գտնենք, Քրիստոսի մեջ։ Եվ այս է մեր հույսը։ Այս է մեր հույսը, սիրելիներ։ Ադորամար քրիստոնյաներս չենք կործածեր մահ բարը, այլ կկործածենք ննչել բարը։ Ննչել, ինչ կնշանակի ննչել? Քնանալ։ Քնանալ։ Որովհետև սիրելիներ, անիկա քուն է, բայց հոգին արթուն է։ Ահա հիմա երկրորդ մասը պիտի բացատրեմ, եւ ահա այս սարսափելի թեփքերու նկարագրություններն եւ սոսկալի մարգարեություններն ու աստարերություններն յետք, որոնք բիթապին անհավատ մարդոց գլխուն վրա, հիմա Սուրբ Օքին ըսկանչելի խոստումը գուտա եւ գսե, այո, գսե Սուրբ Օքին, որովհետեւ անոնք հանգստացան իրենց աշխատանքեն եւ իրենց գործերը գվգայեն իրենց մասին։ Սիրելի եղբայրներ եւ քույրեր, ցեզի հարցումը, երբ որ երկար աշխատանք մը գնեք, երբ որ սիրելիներ դկնաչան աշխատանք գնեք, կամ գճարճարվիկ, ատկե վերջը միակ բանը որ գփնդրեք ինչն է։ Հանգիստ, հանգստություն, աբրիկ, հանգիստ։ Սիրելի եղբայրներ եւ քույրեր, այս կյանքի մեջ քրիստոնյա հավատացյալը, որ գճարճարվի, նեղություն կգրե, զրբարդություն կգրե, չարախոսություն կգրե, վերջավորության ինչն է որ գփնդրե։ Հանգիստ։ Եվ տեսեք Սուրբ Օքին ինչ կխոստանա, որովհետև անոնք հանգստացան իրենց աշխատանքեն։ Աշխատանք նաև կնշանակե չարչարանք։ Աշխատանք նաև կնշանակե սիրելներ այս կյանքի մեջ նեղություն։ Հիշեցեք, երբ որ 11-րդ գլուխը 11-րդ ներողություն համարը գսերդեինք այս գլխուն 14-րդ գլխուն, այնտեղ ասվեցա, որ սատանային հետևողը, ներին հետևողը գիշեր ու ցերեկ հանգիստ պիտի չունենա։ Մինչդեռ Քրիստոսի հետևողը ինչ պիտի ունենա? Հանգիստ պիտի ունենա։ Եվ ադորամար Հիսուս ինչ ասավ Մատթեոսի ավետարանի մեջ, սիրելիներ, ասավ 11-րդ գլուխ, ինձ եկեք բոլոր
հոգնածներ եւ բեռնավորվածներ եւ ես ինչ պիտի դամ ցեզի հանգիստ պիտի դամ ցեզի Մատթեոս 11:28 գլուխ 11-րդ գլուխ 28-րդ համար հանգիստ պիտի դամ ցեզի եւ Քրիստոսի դված հանգիստը աշխարհի դված հանգիստին չի նմանիր գիտեք ինչի կնման ես նմանցնեմ հետեւյալը երևակայեցեք որ սիրելներ երեխամը բեբեկմը գուլա ամեն մարդ իրեն գկրգե այդ երեխան հանգիստ կգտնե ոչ այդ երեխան ավելի գջջա ավելի ինքզին կպատրդե բայց զարմանալի գերբով երբ որ մայրը զին կգրգե անմիջապես ինչ կկա ցայնը գգր հանգստություն կկա ճիշտ է սիրելներ հիմա աշխարհը մեզի որքանալ փորձե հանգիստալ աշխարհին դված հանգիստը սուդ է փուջ է մենք հանգիստ չենք կրնար գտնել ինչպես որ Հիսուս Հովանու Ավետարանի 14-րդ գլխու 27-րդ համարի մեջ ասավ իմ խաղաղությունս է որ գուդամ ցեզի իմ խաղաղությունս որ աշխարհի դված խաղաղութենեն դարբեր է այդպես ալ սիրելներ դերը մեզի հանգիստ մը պիտի դա որ այս կյանքի հանգստութենեն դարբեր է որտեւ այս կյանքի մեջ հանգիստ կա ոչ այս կյանքի մեջ սիրելներ նույնիսկ եթե հանգիստ անգողին ունիս բայց եթե հոս եւ հոս մտածումներդ սիրտդ հանգիստ չեն հանգստություն պիտի չգտնես համաձայն եք այստեղ սիրելներ Սուրբ Հոգին ասած խոսքը հավատացյալներուն համար թե անոնք հանգստացան իրենց աշխատանքեն ըսի այս աշխատանքը զրկանքն է տարաբանքն է ամեն տեսակ նեղություններն են նախադինքներն են հալածանքներն են եւ սակայն այս բոլորի մեջ սիրելներ ամենքն ալ հանգիստ պիտի գտնեն երբ որ Տիրոջ վստահին գիշեք բիդի հասնենք անշուշտ բայց անոնք որոնք արտացել են հայտնություն Հովանու 21-րդ գլխու 4-րդ համարի մեջ ինչ կսվի որ այդ ժամանակ Աստված մարդոց աչքերեն ինչ պիտի դնե արցունքը պիտի չորցնե եւ այդ ժամանակ ոչ ցավ ոչ տարաբանք ոչ մահ ոչ բادرազ ոչ նեղություն ոչ մեկ բան պիտի լա ինչու որովհետեւ այս բոլորը որ աշխարհին կպատկանին այս աշխարհին իսկ մյուս աշխարհի մեջ անոնք չկան անորամար սիրելներ Հիսուս Քրիստոս մեզի այս կյանքի մեջ չխոստացավ որ ով որ ինձի հետևի ոչ ցավ պիտի ունենա ոչ նեղություն ոչ հալածանք այլ վարտակույն կյանք պիտի ունենա Հիսուս այդպիսի բան խոստացավ ադիկա գիտեք ովքեր խոստանան սուտ ղեկավարներ այս աշխարհի ինձի միայն քվեարկեցեք միայն ինձի ծեր իշխանը դարձուցեք եւ պիտի տեսնեք որ ինչ տեսակ վարտակույն կյանք պիտի ունենաք գնդրես ինք հաջորդ օրը մորցած է քեզի հաջորդ օրը ոչ թե մորցած է քեզի ծո ինչ որ խոստացած էր ճիշտ հակառակը գնե քրխուտ վրա թժոքի գրակը գտապե մինչդեռ Հիսուս սիրելներ հստակ կերպով ասա ով որ գուզե ինձ ելևիլ թող իր խաչը արտե յետևես կա բայց հավիտենական կյանքին համար Հիսուս կսե ամեն արցունք պիտի չորցնեմ որովհետև ոնց ոչ ցավ ոչ նեղություն իլա ավարտելու համար սիրելներ երկրի վրա Քրիստոսի հավատացողներուն գադարած հավատքի գործերը պիտի չգործվին եղբայրներ եւ քույրեր երբեմն գիտեմ որ ամենք տալ բարիք ռածեք բայց երբեմն ալ բարիկին դիմացը չարիք ստացել եք ճիշտ է եւ ադորամար երբեմն փորձության մեջ ինգած եք այդ փորձության մեջ ասելու համար որ վերջ այլևս բարիք պիտի չնեմ խեր գնեմ շարտ իմացսկել է պիտի չնեմ եթե դուք բարիք չնեք ուրեմն Քրիստոսի զավակ չեք որովհետեւ Հիսուս ասավ Աստված իր արևը գծակեցնե թե բարիներուն թե չարերուն վրա իր անձրևը գտապե թե արտարներուն թե մեղավորներուն վրա բայց սիրելներ արտարները շնորհակալություն գայտնեն մեղավորները գոկտվին վերջավորության է որ
Աստված հաշի պիտի բանչե։ Ամեն մեկուն պիտի գանչե, Թադաստանի ժամանակ ինչ մի դսե, եկուր, դուր ըզ հաշիվ դնդեսության քու դնդեսությանդ հաշիվը դուր, ամեն ինչ քեզի տվի, շունչ տվի, կյանք տվի, լույս տվի, ամեն ինչ տվի, հաշիվը դուր։ Անորամար միսեք որ վերջ այլևս բարիք միջնեմ, գիտեք ինչու, որովհետև ծեր ամեն մեկ ըրած բարիքը մի չի գործվի, այլ ծեր բարիքը ուր կգտնվի հավիտենական կյանքի մեջ։ Գիշեք Մատթեոսի ավետարանի 25-րդ գլխու մեջ 31-րդ համարենը սկսյալ երբ Հիսուս աչին եւ ծախին պիտի գանքնեցնե հավատացյալները, աչի գանքողներուն պիտի ասե, երբ անոթի էի գերագրեցիք զիս, ծարավ էի խմծուցիք, մերգ էի հագծուցիք, օդարական էի, փանդարյալ էի այցի եկաք, եւ իդեսեմ որ դեր, երբ քեզի մենք տեսանք այդպես եւ ըրինք, ինչը սա, ինչ որ, քանի որ իմ եղբայրներս մեկուն ըրիք, ինձ եղած եղաք։ Իսկ մյուսներուն պիտի հերացեք ինձ մե, որովհետև անոթի էի, չգերակրեցիք, ծարավ էի, չխմծուցիք, մերգ էի, չհագծուցիք, փանդարյալ ու օդարական էի, այցի չեկաք, եւ պիտի դեր մենք երբ քեզի այդպես տեսանք եւ չրինք, պիտի որովհետև եղբայրներս մեկուն չրինք, ինձ եղած եղաք։ Սիրելներ, փուշմանած եք, այսինքն զղջացած եք սիրելներ, որ բարի կրած եք մարդոց։ Մի զղջակ։ Բիդենեք ասկե վերջ բարիք։ Աբրիկ։ Եթե բարիք բիդենեք, ինձի համար բիդի չնեք, ոչ ալ ուրիշներուն համար բիդենեք։ Բիդենեք սիրելներ Հիսուսի անունով, Հիսուսին համար, որովհետև նայեցեք, Արագած կրկի մեջ կսե, ով որ աղկադին գուդա, դիրոջ տված կլա, և հարցում, դերը ոյ է մեկ ժամանակ բարդկի դակ կմնա, ուրեմն դերը սիրելներ հայրաբադիկ ավելի գահադուցան է, և հիշեցեք Հակոբոս դիարնեղբոր խոսքը, իր նամակի երկրորդ գլխու, 17-րդ համարի մեջ, 24-րդ համարի մեջ, 26-րդ համարի մեջ կսե, հավատքը առանց կործերու մերած է։ Այո սիրելներ հավատքով չէ որ մարդ կփրկվի, շնորհքով է, Քրիստոսի շնորհքով է որ կփրկվի, բայց հավատքը առանց կործերու մերած է։ Սիրելներ, երբ որ գավադան Քրիստոսի չեն կրնար կործը չունենալ հավատքի։ Անոր համար շատ կարևոր է որ մենք ամենք սալ հավատքով կալենք, հավատքով ապրենք, հավատքով բարի կնենք եւ վստահենք Տիրոջ, որովհետեւ դերը սիրելներ մեր թիմած պիտի փանա հավիտենական կյանքի դռները։ Երանելի օր պիտի լա այդ օրը, երանելի օր պիտի լա։ Եվ եղբայրներ եւ քույրեր, գխնդրեմ, քաչալերենք իրար։ Այս խոսքերը իմ խոսքերս չեն։ Այս խոսքերը մեր Տիրոջ խոսքերն են։ Եվ հութա դիարնեղբոր նամակի մեջ գսվի, որ օգնենք իրարու, եթե տեսնենք մեկը որ թժողքի գրագի մեջն է, ամեն չնենք որ զինք թժողքի գրագեն դուրս բերենք, օգնենք իրարու։ Չլա որ հանգարց հավատացյալ ենք ըսելով հբարտանանք եւ սկսենք վերեն նայել մեղավորներուն։ Հիշենք որ մենք ալ մեղավոր ենք։ Հիշենք որ սիրելներ մենք Աստուծո ողորմությամբ է որ ոտքի կանգնեցանք։ Հետևաբար երբ տեսնենք մեկը որ աղոթքի պետք ունի, աղոթենք հավատքով։ Տեսնենք մեկը որ սխալ ջամփու մեջ է, աղոթենք, խնդրենք արցունքով որ դեր ողորմե իրեն, ինչպես ինձի ողորմեցար։ Եվ այդ ժամանակ Սուրբ Օքին գսե, որովհետև անոնք հանգստացան իրենց աշխատանքեն եւ իրենց կործերը գվգայեն իրենց մասին։ Ձեր կործերը, մեր մասին պիտի վգայեն։ Հովանես Թումանյանը ինչ ասած է, միայն անմահ կործն է որ պիտի հիշվի մարդուն։ Անմահ կործը։ Գամ սիրելներ մերնել են վերջ մարդիկ պիտի ասեն, հեյ վախ, հեյ ափսոս, որ այս մարդը մեռավ։ Եվ գամ պիտի ասեն, ուֆ, ազատեցանք։ Գամ պիտի հանգստացանք։ Գամ պիտի ասեն սիրելներ երանելի այս մարդը իր կործերը անմահ են եւ գամ
խոդի պես պիտի փուսնի, խոդի պես պիտի չորնա, եւ ոչ անունը պիտի իշվի, ոչ անոր գործերը պիտի իշվին։ Ավետարաններեն վերջ գիրք մը գա, 4 ավետարանե վերջ, Մատթեոս, Մարգոս, Ղուկաս, Հովանես, հաջորդ գիրքը ինչ է։ Բարձր լսեք։ Գործ կարակելոց, որոնց գործերն են Առաքյալներուն գործերը գարտակ վերջավորության, գտեսնեք, որ վերջացավ գործերը։ Գիտեք ինչու։ Որովհետև գործ կարակելոց կրկի շարունակողները մենք ենք։ Մենք ենք սիրելներ։ Մենք շարունակենք այդ գործը, որբեսի արժանի ելանք հավիտենական կյանքին։ Ամեն։ Փառք Աստծո։ Շատ բարի, եկեք սիրելներ խոնարհենք եւ աղոթենք։ Աղոթենք, քանի որ այսօր ննչեցյալներու մասին խոսեցանք, ննչեցյալներու աղոթքը ասենք, որ մեր եկեղեցվո մեջ գսվի իվերինեն ամիջաբեսի հետ Քրիստոս որդի Աստուծո աշխարհապարը եւ դեր որ միայի ժամանակ սիրելներ մեր նահատակ զավակներուն եւ բոլոր ննչեցյալներու հոգիներու խաղաղության համար դեր որ միա երկենք։ Հանուն հոր եւ որդվո եւ օգվույն սրբո ամեն։ Դեր ողորմիա Քրիստոս որդի Աստուծո որ ներողամիտ ես եւ բարեկուտ Արարչական սիրովդ կտա քու հանգուցյալ ծառաներուդ հիշե զանոնք այն մեծ օրը երբ արքայությամբ պիտի կաս քու ողորմությամբ քավե եւ ները անոնց մեղքերը լույսովդ բայձարացուր զանոնք սուրբերուդ հետ միասին որոնք քու աչագոմդ պիտի տասվին որովհետև դու ես բոլորին դերն ու արարիչը ողջերու եւ մերյալներու թադավորը եւ քեզի գվայլեն փառքը իշխանությունն ու բադիվը այժմ եւ միշտ եւ ավիդյանը սավիդենից ամեն Դեր ողորմիա
հիշյադեր եւ ողորմյա հանուն հոր եւ որդվո եւ օգվույն սրբո ամեն հայր մեր որ երգիս ես սուրբ եղեցի անուն քո եկես Gris hats mer harabazor dur mezaisor to mezas bardis mer vor bes yemek to merot bardabanaz yemidanis mezi portsut Զիկոյե արքայություն եւ զորություն եւ փառք Հավիդյանը Սավիդենից ամեն օրտնյալ կերերուքի շնորհացն սրբոքվույն երթայք խաղաղություն եւ Տեր Հիսուս Քրիստոս եղիցիան ցեզ ընդ ամենեսյանդ ամեն ամփորձանք ծեր դուներ աստիկ սիրելներ եւ ծեր բոլորի անունները գենաց գիրքի մեջ արցնակրվի ամեն